Իրականում Տիկին Ավագյանը շատ կարևոր շեշտադրում արեց, որը ես էի ցանկանում անել։ Մենք պետք է բարձրաձայնենք ոչ միայն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, այլ նաև ադրբեջանահայության վերադարձի իրավունքի մասին։ Եվ իրենք պետք է որոշեն վերադառնան, թե ոչ, ուղղակի դրա համար պետք է պայմանները ապահովված լինեն։ Եվ այս տեսանկյունից որևէ մեկը, թե Հայաստանում, թե միջազգային հանրությունում չի կարող առարկելի իրավունք համարել ադրբեջանահայության վերադարձը։ Ընդ որում որևէ կերպ հայելային համադրելի չէ Արցախի ժողովրդի վերադարձը Հայաստանից տեղահանված կամ տեղափոխված ադրբեջանցիների վերադարձի հետ, որը շահարկում են ադրբեջանական իշխանությունները եւ որով մեզ փորձում են վախեցնել Հայաստանի գործող իշխանությունները։ Իսկ գալով օրվա խորհրդին Սումգայիթի հայության ցեղասպանությանը, հետագայում ընդհանրապես ադրբեջանահայության ցեղասպանությանը, ուղղակի բոլորս պետք է ընկալենք, որ սա ընդհանրապես հայ ժողովրդի ցեղասպանության ընդհանուր մեծ շղթայի մեկ օղակն է, Սումգայիթի հայերի ցեղասպանությունը, որի գաղափարախոսական հիմքը հայատյացությունն է Թուրքիայում եւ թուրքական երկրներում, տվյալ պարագայում Ադրբեջանում, եւ հայ ժողովրդի ու հայոց պետականության ոչնչացման իրենց գաղափարախոսությունը, որը շարունակվում է, որի դրսևորումները մենք տեսնում ենք առ այսօր, այդ թվում ես ցավոք սրտի այստեղ եմ դրա պատճառով եւ ընդհանրապես ամբողջ Արցախի ժողովուրդը տեղահանվել է նույն ցեղասպանական քաղաքականության պատճառով, ուղղակի ցավալին այն է, որ մենք անտեսում ենք այս իրականությունը եւ բավարար ազգային ու պետական դիմադրողականություն չենք ցուցաբերում, որպեսզի առաջին հերթին կանխենք հետագա նմանատիպ օրինակների կրկնությունը արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում եւ երկրորդը փորձենք արդարության միջոցով վերացնել գոնե որոշ չափով այս ցեղասպանական քաղաքականության հետևանքները։ Այս պարագայում Արցախի ժողովրդի վերադարձը մեր անվտանգ ինքնորոշված կյանքը Արցախում եւ ադրբեջանահայության վերադարձը եւ պատշաճ կյանքի ապահովումը այնտեղ, սակայն սրա ապահովման համար մենք ունենք անհրաժեշտ մի քանի պայմաններ, առաջին հերթին միջազգային արդարադատություն, երկրորդ հերթին Ադրբեջանի տարածքում հայատյացության ոչնչացում, գաղափարախոսության ոչնչացում եւ իհարկե դրան հետամուտ լինելու համար մենք պետք է ունենանք ազգային պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետություն եւ բարձր դիմադրողականությամբ հայ ժողովուրդ։